Եթերում լուրերի փետրվարի 13-ի առաջին թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես ավելի քան 35 տարվա ընթացքում առաջին անգամ ցամաքային սահմանով Ադրբեջանից քաղաքասարակության ներկայացուցիչներ են եկել Հայաստան։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկու երկրների ցամաքային սահմանի սահմանազատված եւ սահմանագծված հատվածով, անցնելով համապատասխան ընթացակարգերը։ Պատվիրակությունը Հայաստանում է փետրվարի 13-ից 14-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում երկկողմ կլոր սեղանին մասնակցելու նպատակով։ Հայտնի են նաև երկու երկրների պատվիրակությունների կազմերը։ Ադրբեջանից Հայաստան է եկել ընդհանուր 19 մասնակից, այդ թվում լրագրողներ։ Ինչպես հայտնում են, բացի հիմնական մասնակիցներից կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։ Հիշեցնեմ, նախորդ կլոր սեղանը Երևանում երկու երկրների պատվիրակների մասնակցությամբ 2025-ի հոկտեմբերին էր, իսկ նոյեմբերին Հայաստանի քաղաքասարակության անդամներն էին մեկնել Բաքու։ Վաղ առավոտյան իրավապահները խուզարկել են Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի և փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակները։ Փող ու համակարգիչներ են առգրավել։ Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հայտնել է, թե Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, սակայն դրանք կիրականացնեն այլ բժիշկներ։ Քննչական կոմիտեից այս առնչությամբ միայն նշել են, թե քրեական վարույթի նախաքննության ընթացքում են կատարվում քննչական գործողությունները։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով քրեական վարույթը վերաբերում է առերևույթ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է, թե հայ եկեղեցում պատկանող հիվանդանոցում ընթացող խուզարկությունը իշխանության հերթական ճնշումն է մայր եկեղեցու դեմ ու ոչ մի կապ չունի օրինականության հետ։ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊՑ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին։ Մելքոնյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ, իսկ Օսիպյանը եղել է նրա տեղակալը։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 2008-ի մարտի 1-ին բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացրել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Թեև հակակոռուպցիոն կոմիտեն անուններ չի հրապարակել, սակայն այդ ժամանակահատվածում գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրել են Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը։ Սփյուռքի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Հայաստանում իշխանություն եկեղեցի լարված հարաբերությունների վերաբերյալ։ Նրանց խոսքով եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի վտանգ են աշխարհի բոլոր հայերի համար, որոնք ապավինում են եկեղեցուն հոգևոր սնուցման համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և հայոց եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնությունները, հարգելով եկեղեցու ինքնակառավարման կանոններն ու քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով Սփյուռքի հայերի իրավունքը դավանելու իրենց հավատքը առանց կառավարության քաղաքական միջամտության ազդեցության, նշված է հայտարարության մեջ։ Վերջին օրերին հանրապետության տարբեր հատվածներում առատ ձյան հետևանքով առաջացած մերկասառույցը մի շարք ավտոպատահարների պատճառ է դարձել։ Վթարների մեջ են հայտնվել նաև պետական գերատեսչությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների ավտոմեքենաները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանները Երևանի Դավիթ Անհախտ փողոցում մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էին ձևակերպում, երբ Mercedes G մակնիշի ավտոմեքենան չկարողանալով արգելակել, բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։